Ինչ անել հոգեցին, ցավերի եւ հոգեսոմատիկ խնդիրների դեպքում արդեն որն է մեր առաջին 1 եւ 2 քայլը։ Առաջնահերթ հասկանալ, այ մենք մեր նախորդ զրույցների ընթացքում անդրադարձել ենք հույզերին, որ երբ որ մարդը իր հոգեբանական ապրումները, ստրեսները, հույզերը, տրավմաները ճիշտ ձևաչափով չի ապրում, հոգեկանը պետք է ինչ-որ ձևով դա ապրի, եւ ինչպես ես եմ շատ հաճախ իմ այցելուներին ասում, ճիշտ կլինի գիտակցել եւ գիտակցաբար հարցին փորձել լուծում տալ, որովհետեւ երբ որ մենք դա թողնում ենք այսպես հոգեկանի հույսին, թե ինքը ինչպես կբեռնաթափվի, ցավոք դա հաստատ ամենալավ լուծումը չի լինելու, եւ ստրեսից, երկարատև ստրեսի մեջ մնալը, երկարատև գոյատևել մի պայմաններում, որը որ քեզ դիսկոմֆորտ է պատճառում եւ այլն, իհարկե ինչ որ փուլում այստեղ կարող արդեն մարմինդ վնասվել, մարմինդ հիվանդանալ եւ առաջնահերթ դրա համար պետք է նախ հոգեկան առողջության ուշադրություն դարձնել։ Սրանից հետո եթե մենք տեսնում ենք, որ կա որևէ խնդիր, բացի բժշկական, հատկապես եթե բժշկական հետազոտություններն ու ստուգումները, բուժումները չեն օգնում մեզ, անպայման դիմել հոգեբան մասնագետի եւ նաեւ հոգեկան առողջությամբ զբաղվել։